Եթերում անցուդարձն է եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ ՀՊԻ տունը կռիվ էր ընկել 5 ամիս առաջվա պատմությունը լրատվամիջոցները ջրի երես են հանել, ինչից հետո իշխող կուսակցությունը ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ։ Երկու գործիչների Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի ջուրը պարզվում է մի առվով չի հոսում։ Ապրիլին ՀՊ վարչությունը Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ եւ հայտարարվել է խիստ նկատողություն։ Հայկ Սարգսյանն էլ իր հերթին է դիմում ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Մինչդեռ Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Տարբեր խմբագրություններ նամակներ են ստացել մանրամասներով։ Նշվում է, որ վեճի պատճառը բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու վերաբերյալ Հայկ Սարգսյանի նախագիծն է եղել։ Այդ ընկերություններից մեկում Սիմոնյանը շահ ունի եւ սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ ու վեճը հասել է մինչև վարչապետ։ Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար եւ կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ նախագծին։ Հրազդանի կիրճում ստեղծվում է հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը ուսումնասիրել են տարածքը։ Իսկ հաճախ եք գալիս մոտ ենք ձուկ կա ձեր կարծիքով իսկան ձուկ կա հա 6 կիլո բռնում են ասա պրոստը լավ չի մի օրում 5 կիլո պրոստը թորն շատ քիլո բան ստեղ սպինինգ չկա ընդհանրապես ինչպես չկա ամենակ Հայրենազրկված Արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման եւ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրներն է ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Գարեգին II գլխավորած պատվիրակությունը արդեն վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Գյումրու ավականին չեղարկել է Գյումրու օրտոնակատարությունը, այդ նպատակով պետք է 6 միլիոն դրամ հատկացվեր։ Հաշվի առնելով միջոցառումը չեղարկելու հետ կապված բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները, ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Facebook-ում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, նշելով, որ գյումրեցուն չեն կարող զրկել տոնից եւ արդեն ավանդույթ դարձած օրը արժանավույնս նշելու հնարավորությունից։ Գազի պայթյուն է որոտացել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող բնակելի շենքում կա 6 զո, շենքը ամբողջությամբ փլուզվել է։ Ադրբեջանի մայրաքաղաքի անվադողերի շուկայում հրդեհ է բռնկվել արտակարգ իրավիճակների նախարարության, հրշեջ ծառայության ուժերը անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Հրդեհը բռնկվել է անվադողերի շուկայի տարածքի խանութներում, որոնք զբաղեցնում էին 1.5 հեկտար ընդհանուր մակերես։ Հրդեհը կլանել է փայտե տանիքի սյուները եւ ավտոպահեստամասերը։ Աստրախանում Ուկրաինայի օգտին լրտեսություն անելու համար ձերբակալվել է Աֆրիկայի քաղաքացի, նա տվյալներ էր փոխանցում ռազմական օբյեկտների մասին, հայտնում է ռուսական ԱԴՑ-ն։ Չինաստանում տեղի ունեցել թռչող մեքենաների մասնակցությամբ առաջին վթարը, մեկը անվնաս վայրեջք է կատարել, մյուսը հրդեհվել է, մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ԿՊԱ-ականները լարված եւ նյարդային են դառնում։ Մանավանդ պարտիան անդամի թեկնածուները։ Համագումարին ընդրվելիք նոր վարչության անդամները կարելի է ասել ապահովագրելու են իրենց հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնիկան մանդատի տեսքով։ Հետեւաբար կյանքի մահվան հարց է դարձել ԿՊ պարտության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը կարելի է ասել չի ցանկանում տեսնել նոր վարչությունում։ Նա հակված է երիտասարդ
բացարձ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին։ Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սակայն ԿՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ դրան գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։ Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել, նա անհնազանդներից է, իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ԿՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի ոչ բարեհաճությանն արժանացել, չէ որ անմնացորդ ծառայել է նրան։ Նույն աղբյուրը գրում է, երբ Արտուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած տեխնացուներից մեկը ՀԿԿ քննիչ Արտաշես Մայիլյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահի հետ չի ցանկանում աշխատել։ Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը, հայտարարելով, թե Մայիլյանը շարունակում է աշխատել։ Երեք տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մայիլյանն այնուամենայնիվ աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել։ Մինչ այս պահը նա դեռևս որևէ տեղ չի աշխատում։ Ըստ ամենայնի կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում են պաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները։ Հիշեցնենք, որ Արտաշես Մայիլյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։ Ժողովուրդը գրում է, իշխանությունները չեն նահանջում եկեղեցու եւ կաթողիկոսի հարցում, կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ 1 հարց դարձած ԿՊ-ի նոր վարչության ընտրություններով։ Ըստ իշխանական աղբյուրներից Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների, կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի Աստվածաշունչ կարդացածներով ձևավորվելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Ի դեպ, ըստ Ժողովուրդ օրաթերթի ԿՊ-ական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ Քահանա Ասատրյանի հալածանքի առնչությամբ եւ պատրաստ է նրան ամեն կերպ կաթողիկոսի գահին հասցնելու։ Տեր Արամին ողջ իշխանական թևը հալածյալ է համարում նախկինների կողմից եւ նրան ամեն կերպ փայփայում են առաջիկայում գործընթացներում ներառելու համար։ Նա միակ ու եզակի հոգեվորականն է, որ խախտել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կուռ միասնականությունը եւ քննադատում է հոգեվորականությունը։ Ժողովուրդը նաև գրում է, կառավարության շրջանառության մեջ դրված իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձևավորման միջոց։ Սակայն այս բարձրագույն ձևակերպումների հետևում վտանգավոր միտում է թաքնված։ Մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում ըստ քաղաքական պատվերի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից եւ վերածվել գործնական քաղաքականության։ Արարատ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիկներից եւ հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրը սպասվում է նաեւ պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց Հայաստանի պատմություն, փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբենարաններում փոխարինվել է QR կոդով։ Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է, պետականության զարգացումը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձևերի խրախուսում։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչև փառատոն, գրականությունից մինչև կերպարվեստ, բոլորը պետք է ենթարկվեն իրական Հայաստանի վարչապետի պատկերացրած ճաշակին, ասել է, թե գրաքննվեն իշխանությունների սրտով։ Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձերի հետևանքները, ԽՍՀՄ-ում պարտադրված սոցիալիստական ռեալիզմը արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում էր համակարգին։ Ազատ մտածողները լրացվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ՝ իրական Հայաստանի գեղագիտություն անվան տակ։ Պորտուգալիայի ափերի մոտ գիշատիչ ձկների պատճառով 12 մետրանոց զբոսանավ է խորտակվել։ Ծովային գիշատիչների ոհմակը 1 ժամից ավելի հետապնդել է զբոսանավը եւ պարբերաբար գրոհել այն։ Ի վերջո մարդասպան ձկները հասել են իրենց ուզածին զբոսանավում մեծ անցք բացելով։ Անձնակազմը բարեբախտաբար չի տուժել, իսկ նավը ամբողջությամբ անցել է ջրի հատակ։ Թուրքիան աշխարհում առաջին երկիրն է, որ արգելափակել է արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը, արգելափակվել են Իլոն Մասկի որոշ ծառայություններ։ Սահմանափակման հիմք է հանդիսացել Թուրքիայի օրենսդրության մի հոդված, որով ազգային անվտանգության հարց է լուծվում։ Փերիս Հիլթոնը պատմել է իր առանձնատան անսովոր սենյակի մասին, որտեղ հեռուստաաստղը իր ակնոցներն է պահում։ Յուրաքանչյուր պատի վրա հոլոգրաֆիկ դարակներ կան, դրանց մեջ էլ 10,000 ակնոց։ Կատյուշա անունով պանդան նկարել է իր առաջին կտավը, այն ներկայացվել է հանրության դատին։ Եվ եղանակ վաղը հնարավոր է անձրև ջերմաստիճանը 9-ով կնվազի սեպտեմբերի 19-ին։ Սիրելի հետևորդներ, կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։